Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի քրիստոնյա երիտասարդաց առաքելություն դեպի Հայաստան ծրագրի մասնակիցներն են։ Մեկ ամիս շարունակ Տեր Ավետիս Քահանա Աբովյանի ու սարկավագների հետ հայրենիքում էին։ Ուխտագնացության եկած երիտասարդների վերջին կանգառը Տավուշի մարզն էր։ Նոր Վարագավանքում Տեր Արամ Քահանա Միրզոյանը մատուցեց ուխտի սուրբ պատարագ։ Երիտասարդներն այստեղ էին ոչ միայն պատմամշակութային արժեքներին ծանոթանալու, այլև մի շարք ծրագրերին իրենց աջակցությունը բերելու համար։ Մեկը այն է, որ վերանորոգենք Սուրբ Սարգիս Վանք եկեղեցին, մյուսը տուն ենք հովանարելու մի հատ կնոջ եւ իր երեխային, եւ մյուսն է երիտասարդական մի հատ կենտրոն պիտի օգնենք, որ կառուցվի։ Այդ երեք նպատակով ենք եկել ու եկել ենք, որ ծանոթանանք ժողովրդի հետ եւ իրանց առօրյա կյանքի հետ ծանոթանանք։ Բերդում գործող եկեղեցի չկա։ Տեր Արամի առաջարկը օգնել տեղի երիտասարդներին բարեկարգելու քաղաքի մոտակայքում գտնվող Սուրբ Սարգիս մատուռը ուխտավորները մեծ սիրով ընդունեցին։ Մի քանի օրում նրանք մաքրեցին 12-րդ դար թվագրվող մատուռն ու շրջակա տարածքը։ Ինձ լավ եմ զգում, որ եկա վերջապես մայր հայրենիք, տեսնելու, զգալու, երիտասարդների հետ շփվելու եւ վանքերը տեսնելու։ Միջոցառումները մեծ խանդավառություն էին առաջացրել համայնքի երիտասարդների շրջանում, ովքեր սիրով միացել էին հյուր եկած հայրենակիցներին։ Տեր հայրը վստահ է, որ այսուհետ նրանք ավելի հետևողական են լինելու սրբատեղիի հանդեպ, հատկապես այն խաչքարի մասունքների, որ մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերեցին։ Մենք մասնագետ ենք հրավիրել ամբողջ շին աշխատանքների, բարեկարգման աշխատանքները գտնվում է հուշարձանների պահպանության հսկողության ներքո, մասնագետների հսկողության ներքո եւ մասնագետների կարծիքով 13-րդ դարի խաչքարեր են։ Իսկ փոքրիկ արձանագրություն է հայտնաբերվել եւ մասնագետն ասում է, որ 1285 թվականի ուրեմն արձանագրություն է։ Մարիամ Բուդուրյանը Բերդի նոր կազմավորվող երիտասարդաց միության անդամ է։ Մկրտվել միշտ է ցանկացել, բայց չի հաջողվել։ Ուխտավորների հետ հոգեվոր զրույցներից հետո ինքն ու երկու ընկերուհիները որոշեցին առիթը բաց չթողնել։ Թող Աստված շնորհի, որ մենք կարողանանք սիրով լինել։ Ամենամեծ ուժը սիրով, խաղաղությամբ, համերաշխությամբ եւ փոխադարձ հարգանքով։ 2004 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի նախաձեռնությամբ ստեղծված քրիստոնյա երիտասարդաց առաքելություն դեպի Հայաստան ծրագիրը դեռ շատ հայրենիների ուխտագնացության կբերի մեր սրբավայրեր, զորացնելով հայրենիք սփյուռք կապը։